Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործչի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, քվեաթերթիկ համար 15։ Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է և այս անգամ ես գտնվում եմ Մոսկվայում, որտեղ ինչպես ասել է բուժումներին զուգահեռ անց եմ կացում նաև մի շարք հանդիպումներ մեր ծրագրի լավագույն բարեկամների հետ։ Այսօր մենք հյուրընկալվել ենք համահայկական ճակատ շարժման առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն գեներալ, նախ ուրախ եմ, որ հանդիպել ենք։ Ես իհարկե բուժումներին զուգահեռ եմ այս հանդիպումները անցկացնում, բայց ես կարծում եմ ամեն անգամ ձեզ հետ հանդիպելուց ինչ որ ոգևորվելու առիթներ լինում են եւ դա ինձ շատ ուրախացնում է։ Տեսեք, արդեն 8-րդ օրն անցել է քարոզարշավի եւ կարծես թե աստիճանաբար այն արագություն է հավաքում։ Նախ ձեր կարծիքով ինչպես է անցնում քարոզարշավը, արդյոք հավասար պայմաններ են բոլոր մասնակիցների համար։ Պարոն Ղուկասյան, դե խոսելով քարոզարշավի մասին, ասեմ հետևյալը. անազնվությունը հենց առաջի ժամից երևում։ Իշխանական այդ ՔՊ կոչեցյալները ակտիվ օգտագործում են իրենց իշխանական ռեսուրսները։ Մարդկանց զորով, ասենք, ցուցումով փորձում են, որ որտեղ գնա Նիկոլ Փաշինյանը, դիմավորեն, եսիմ ինչ անեն։ Ինքը մի կներեք, այնց մի բան է խոսում, եթե ես վիրավորող լինեի, մի քիչ ուրիշ ձև կասեի։ Абսուրդ, պոպուլիզմ եւ այլ։ Օրինակ այդ Սյունիքի իր ելույթը։ Այդ ահավոր բան։ Երկրի ղեկավարը չկա տենց աշխարհում երկիր, որ իր տիրույթում լինի ինչ որ մի հող, ու ինքը ասի այդ հողը իմը չի տալիս եմ։ Հասկանում եք, ինչու սուտ է ասում։ Բայց ես ցավը տանեմ։ Բա որ այդ Արցախի հողը բերը չի, բա ումն է։ Ումն է, ադրբեջանցիները այն ժամանակ եղել են։ Այդ ոնց է Ալիևը գալի ասում է Երևանը մերն է, Զանգեզուրը մերն է, սաղ պտի տակ։ Դե մենք ինչ գարանտիա ունենք, ոնց որ գնաց Շուշիում, չգիտեմ ինչ էր դե թվիստեր պարում, քոչարեր պարում իր արևին, չգիտեմ ինչ էր անում, կայնից ասեց Արցախը մերն է եւ վերջ։ Մեր Սյունիքում է ասում, ճիշտ ասած, մեր սրտները վախ է մտնում, որ վաղներ Սյունիքն է տալու, փաստացի տվել է։ Այդ տրիպի ճանապարհը հենց դրա մասին է խոսում։ Հայկական օրենքը չի աշխատելու այդ ճանապարհի վրա։ Բացարձակ ոչ մի օրենք։ Հասկանում եք, արդեն տվել է, հանձնել է։ Ես ուզում եմ ասեմ, որ այդ մարդը կանի ասի նոյեմբերյան է, այս գյուղերը մերը չի պետք տանք։ Հասկանում եք, ես ասում եմ, ինքը լավ կլինի իր տեխնացիոնը Ադրբեջանում դնի, կարող է Իրան ընտրեն։ Հայաստանում, գիտեք, եթե մեր ժողովուրդը այս անգամ ընտրեց, հանկարծ ընտրեց Փաշինյանին, հանկարծ ընտրեց, ուրեմն մենք իրավունք չունենք պետականություն ունենանք։ Ուրեմն մենք պետք է լինենք այնպիսի մի ժողովուրդ, որին դրսից կնշանակեն ղեկավար։ Որտեղ բանից պարզվում է, դրսի նշանակվածները ավելի հայամետ են,
Հասկանում եք, քան թե մենք որ ընտրում ենք։ Ու Քարոզ Արշավը գնում է, ճիշտ ասած, ես այսքան ժամանակ ինձ թույլ չեմ տվել խոսեմ ընդդիմության մասին, ով էլ ուզում է լինի։ Բայց ինձ նայում եմ հարցակումներ, ասենք, դոկի վրա։ Փորձում են ավելի շատ խոսում են դոկի դեմ, քան խոսում են Նիկոլի դեմ։ Պատկերացրեք, բացի գուցե Սամվել Կարապետյանից։ Բայց մյուսները ավելի շատ իր թիմը զբաղված է դոկով, մեկ էլ ինձնով։ Նիկոլի մասին չեն խոսում։ Մարդիկ կան, որ ասում են մենք հական նիկոլական ենք եւ այլն, ասես խոսակցությունների ժամանակ բլոգերներ են, եսի ինչ են։ Կյանքում ոչ մի բան հայրենիքի համար չեն արել։ Այսքան պատերազմներ եղել տղամարդը մի օր չի գնացել սահմանին 5 կիլոմետր մոտենա տենանդե ինչա կատարում, էլ չեմ ասում մասնակցի այդ իրադարձություններին։ Իսկ ասենք մեր մոտ երկրորդ համարը դիպուկար աղջիկ է, որը մարտական ուղի ունի եւ մարտական լավ արդյունքներ ունի, զենք է վերցրել իր ձեռը։ Վերցրել ու պաշտպանում է, ու այդ տղամարդը թույլ է տալի խոսել այդ աղջկա մասին։ Ինձ շատերը հարց են տալի, պարոն Կարապետյան, դուք գեներալ մայոր բան, ինչի եք դոգին միացել։ Ուրեմն ես ձեզ ուզում եմ ասել։ Ես դոգի մեջ ազնվություն եմ տեսել։ Ամենակարևորը։ Ես տեսել եմ ազնիվ մարդ։ Ես տեսել եմ մարդ, որը կոպիտ է խոսում, շատ դեպքերում հայոյում է եւ այլն, բայց այդ մարդը ճիշտ է ասում։ Ու այդ մարդու մեջ գաղափար կա։ Իրանը չի մեջ են մեղադրում։ Ասա դուք որ Երևանի ընտրություններին մասնակցեցիք, դուք երկու հոգի ներից հիշում եք, թռան պաշտպանեցին, ասենք, այսօրվա իշխանությունը։ Եթե դոգը դրա մեջ կար, ապա ես հարց ունեմ տալու։ Դոգը խեր ազատուսակցություն բացում։ Հասկանում եք, ես նորից եմ ասում, ես չեմ ուզում խոսամ։ Ինչ է լինի, կարևորը Նիկոլը չլինի ու դոգը այդ գաղափարին է։ Ես իր հետ խոսել եմ, ես հասկացել եմ դա։ Չի լինելու, ինքն էլ է ելույթ ունենում։ Չի լինելու։ Ես բացառում եմ, որ մենք հենց անցանք, ասենք, իշխանություն, բանը, այդ դեպուտատական մանդատներ ստացանք, ես բացառում եմ, որ մենք պաշտպանենք Նիկոլին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Բացառում եմ։ Բացառում եմ ու դրա մասին այդ թվում ասենք դոգի կողքով եկավ, դոգը ասեց։ Բացի դրանից, դոգը սպայ է։ Զինվորական է։ Ու իր ծառայության մասին կներեք, ես փողոցից չգիտեմ։ Ինքը իսկական ծառայող մարդ է։ Հայրենիքին ծառայող մարդ է, ասում իհարկե նորից եմ ասում, դուք գիտեք, ես չեմ վիրավորում բան, դա իր գործն է։ Իր ձևերն է։ Վիրավորումա պատասխանեք, եթե կարաք։ Բայց այս մարդուն տարել են, փագել են Ամերիկայում։ Ամերիկացիները ասում են, մենք ընտրություններին չենք, բա ո՞վ չեք խառնվում ընտրություններին։ Խեք դոգին փագել ու իրենց պատմության մեջ նոնսենս է, որ դատարանը որոշում է կայացրել, որ դոգը պետք է լքի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ու իրան չեն թողում։ Հələ չեն թողում, զրկել են, ասենք, վիդեոկապից, զրկել են անձնական կապից եւ այլն։ Դա ընտրությունների մեջ խառնվել չի։ Խառնվել է։ Գիտեք, մեր Քարոզ Արշավը, վերադառնալով Քարոզ Արշավին, մենք անցկացնում ենք ուրիշ ձև։ Մենք չենք ուզում Մուրացկանի նման փողոցներով ման գանք, մի հատ էլ մեգաֆոն հիմա վերցնենք ձեռքներս ու մուրացկանություն անենք։ Չէ, ժողովուրդը մեր տեսնում է, մեր ժողովուրդը գիտակից ժողովուրդ է, թող նայեն մեր առաջարկներին, մեր ծրագրերին։ Ես առաջարկում եմ ժողովրդին հետ գնալ այն ստատուսնի կերպարներից, թե անցյալի, թե այսօրվա։ Ասենք ստատուսնի կերպար են, հասկանում եք, ասում եմ, ես ասում եմ, որ չլինեմ, պատերազմ կսի։ Դու որ չլինես, դու որ մնաս, եղերնի է լինելու։ Ոչ թե պատերազմ։ Դու պատերազմ չես կարող վարես, որտեղ դու չկաս այդքան, դու որոշում կայացնող չես։
Ես այն օրը խոսում էի Սև լճի մասին։ Թուրքը մտավ Սև լճի ուղղությամբ, ոչ սաղ նայում էին իրար բերանի, ոչ մեկ որոշում չէր կայացնում։ Սկսած վարչապետից վերջացած միջև ներքև։ Ոչ մեկ, սաղ են դարել էին օնի նաբլյուդացել։ Ոնց որ իրանք էին դիտորդական ինչ որ բաներ, կազմակերպություններ ներկայացնում։ Հիմա եթե մեր ժողովուրդը պետք է ձենը տան Նիկոլին, ես երեք մի քիչ կոպիտ ասեցի, բայց կներեք մեր պոստերի շները, որոնք հակառակորդ առաջագալի վները հաչում են, իմ մոտ ավելի մեծ տեղ ունեն, քան այսօրվա իշխանությունը։ Մեր պոստերի շները հերոս են։ Իրանց մասին իրարից զինվորների մեջ բավականին լեգենդներ կա։ Մենք շներ ունենք, որոնք վիրավորվել են, պաշտպանելով մեր հայրենիքը, ընդհանուր հայրենիքը։ Ինքը շների, կներեք են մարմնի մեջի մազնել չարժի։ Այսօրվա այս իշխանությունը։ Կզած, անթասիպ մարդիկ։ Պարոն գեներալ, ես մեր ունկնդիրներին եմ ուզում ասել, հավանաբար նկատեցիք, որ մեր զրույցը Արշակ Կարապետյանի հետ առանց փոխկապների այսօր, այսինքն մենք որոշել ենք բաց խոսել, որոշ փակագծեր բացել եւ դրանում դուք իհարկե աստիճանաբար կհամոզվեք։ Տեսեք, մեր ներքին գործերի նախարարը հպարտությամբ ասում է, որ Եվրոմիությունը վիզաների ազատականության գործընթացը Հայաստանի հետ սկսել է եւ մարդիկ ազատորեն կարող են ճամփորդել Եվրոպայով մեկ, բայց փաստերը հակառակն են ապացուցում։ Հարյուրավոր մերժված վիզաներ մարդիկ երթափված են։ Այս մասին ինչ կասեք։ Պարոն, ես առաջինը ուզում եմ ասել հետևյալը։ Նույնիսկ եթե Եվրոմիությունը այդ իրավունքը տվեց։ Հիմա ես ձեզ հարց ունեմ տալ։ Հայաստանի Հանրապետությունում 10 հոգուց քանի հոգի հնարավորություն ունի գնա Եվրոպայով ֆռա։ Այն գիտեք այն անեկդոտն եմ նորից հիշում, հա, որ ասում է անգլիացին ասում է սիրուի ունի, մեկը կնիկ ունի։ Ասում է սիրում է կնգան։ Ֆրանսիացին ասում է սիրուի ունի, մեկը կնիկ ունի, սիրում է սիրուհուն։ Եվրեյը ասում է կնիկ ունի, մեկը սիրուի ունի, սիրում է մամային։ Ասում է ռուսը ասում է կնիկ ունի, սիրուի ունի, ասում է սիրում է արաղը։ Հայը ասում է կնիկ ունի, սիրուի ունի, սիրում է ունենալ։ Հասկանաք, ես ուզում եմ նորից եմ ասում։ Մի հատ ման եկեք փողոցով հարց տվեք։ Քանի հոգի կարա գնա ու ինչ է դա տալի ազգային այսպես ինչ նշանակություն է տալի։ Հենա Վրաստանը այդ հնարավորությունը ոնց որ թե ստացել էր։ Գնացեք Վրաստան հարց տվեք, փողոցում կանգնացեք հարց տվեք։ Քանի հոգի են իրանցից եղել Եվրոպա։ Ախր գիտեք ոնց պետք չի հրապուրվել ինչ որ sense վիրտուալ հնարավորություններով։ Ես ավելին ասեմ, ով որ ուզում է գնա Եվրոպա ֆռֆռա, հավատացեք, չնայած այդ մերժումներին, պարոն Գուշյան, իրանք մեկը գնում են, ճանապարհները գտնում են։ Ով որ այդ ֆինանսական հնարավորությունը ունի, ուր պետք է գնա, Ֆրանսիա գնա, դե մի հատ Ֆրանսիայի հյուրանոցների գները նայեք։ Մեկ գնացեք նայեք։ Երեք Ֆրանսիայից ստեղ մի հատ հայեր եկել, մեր մոտ եկել։ Ասում եմ մի հատ մառոժնի, որ պետք է ուտես։ Մի հատ մառոժնի։ Արժի 15-20 եվրո։ Հիմա հարց եմ տալի։ Քանի հոգի կարա գնա Ֆրանսիա մառոժնի։ Ուզում ասեմ, ու ինչ է տալի մեզ Եվրոմիությունը։ Եկան այդքան Հայաստանում եկա փող ծախսին, մեշոկով փող ծախսին։ Լավ չէ՞ այդ փողերը բաժանեին մեր թոշակառուներին։ Մեշոկով փող ծախսին։ Բացի խնդրից ոչ մի բան չստացանք։ Ոչ մեկ չկանգնեց ասեց այդ սամիտում, որ Հայաստանի անվտանգության գարանտը ես եմ։ Հասկանայի։ Փոխարենն ասեցին, որ պայքարում են Եվրոպայի պատերազմի դեմ։ Հա,
Եկան ասին մենք դες կօգնենք պայքարեք հիբրիդային պատերազմի դեմ, որը ասենք Ռուսաստան։ Դες եկել են մեզ ասեն, որ մենք քեզ կօգնենք ռուսների դեմ պայքարել։ Չեն ասում Ադրբեջան, չեն ասում Թուրքիա։ Ադրբեջանի ղեկավարն էլ ընդից կապնվեց, մի հատ լավ մատ թափ տվեց վերները։ Գիտեք, իմիջիալոց ասեն, Ալիևի մոտ հարգանք առաջացնում։ Թշնամուն դե թշնամին կերպարա ուժեղ մարդ է։ Այդ թշնամուն պետք է հարգես, հակառակը չես կարա հաղթես։ Հասկանում եք, մարդը հելա խոսած ասես դուք ինձ ոչ մեկը դել պետք չեք։ Բառացե եմ ասում։ Իսկ մեր կզած մանը չի մանում էլ ում դեմ կզի։ Ասում չի մանում, այդ մարդը չի մանում ում դեմ գնա պարկի։ Դու ո՞նց ես ապրել։ Հալավ հասկանում եմ, որ այդ աթոռից զրկվեց, եթե դատարանով պրծնի լավ է։ Եվրոպան մեզ ուզում է։ Մենք մեր խնդիրներով եվրոպացիներին պետք են։ Իսկ վրացիք, որ չունեն խնդիրներ համարյա հարևանների հետ, իսկ իրանց չեն թողում մտնեն այնտեղ։ Ինչ օրենք են գնում ենք Եվրոպա։ Այն կինո կա չէ, նվագախմբի տղաները, որ ասում են անտանտան մեզ կօգնի։ Հիշում եք, այն մաուզերիստն էլ գալիս է քեֆի վաղ մտնում, ասում է մի հատ տրենգի բարեք սաղատ։ Հիշում ես։ Իդեալոց ասեմ ձեզ, այդ մաուզերիստը մեր գյուղացի էր։ Երկյունի պարտությունը։ Դե հիմա իր կերպարը մեր գյուղացի էր։ Իրանից էին վերցրել։ Մեր գյուղը կռվող գյուղ էր։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100,000-ավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Պարոն Կարապետյան, ձեր ծրագրում նախընտրական կա քաղաքացիական վերահսկողություն բանակի հանդեպ, սա ինչ է նշանակում, միգուցե փորձեք հակառակը մենք հակառակը մենք հանել ենք, երևի դուք ուզում եք ինչ ենք հանել, ես ձեզ ասեմ։ Այդ է ուզում հարցնում։ Տեսեք, ինչ է նշանակում քաղաքացիական վերահսկում։ Նույն եվրոպական ոչ մի պետությունում դա չկա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ չկա։ Հա, ասեք հիմա իրենց նախարարը քաղաքացիական մարդ չի, բայց դա վերահսկողություն չի։ Հիմա ես ինչեմ դա հանեմ։ Մեր մոտ այդ ամեն ինչը սենց բանեղած է, ոնց ասեմ, իրաց ձևով սարքած է։ Քաղաքացիական վերահսկողը ինչ գործ ունի գնդապետին շնորհի գնդապետի կոչում։ Հարց եմ տալի։ Ինչ իրավունք ունի։ Պատկերացրեք, պաշտպանության նախարարը, հա, որը որ քաղաքացիական անձ է, չեմ ուզում տամ այսօրվա կերպարի մասին, չէ, դրա մասին չեմ խոսում։ Պատկերացրեք քաղաքացիական մարդ, որը ոչ մի րոպե սահմանում չի եղել, որը չի պատկերացնում զորքը ինչ է, ինքն է որոշում 30 տարուց ավել ծառայած մարդուն գնդապետի կոչումը շնորհի թե չէ։ Ինչ իրավունք ունի։ Ինչ իրավունք ունի զինվորականին ինքը պաշտոնի նշանակի կամ հանի, եթե խոսքը գնում է քաղաքացիականի մասին։ Ինչ իրավունք ունի։ Ես կարծում եմ, իսկ մեր մոտ ինչ է, ասում է քաղաքացիական վերահսկում, ինչի համար։ Գիտեք, միտքը որն է, որ հանկարծ զինվորականները ապստամբություն չբարձրեն, չգրավեն, ասեն իշխանություն։ Դրա համար պետք է վերահսկենք։ Վերահսկեք, նախաճոխ եք մտնում։
Հարց եմ տալի։ Իսկ մտել են նախարարություն, իրանք են քաղաքականացնում զինվորականին։ Իրանք են քաղաքականացնում։ Դե թող փորձի հիմա մի հատ գեներալ Հելնի Նիկոլի դեմ խոսա։ Որտես քաղաքացիական դիրքորոշում։ Կամ մեկ էլ չխոսա է, նա ասենք գոնե մտածի, կամ միտե ինչ որ դա ասի, տեսեք ինչով կվերջանա։ Հիմա դա ինչ է նշանակում։ Մենք ինչ ենք արել։ Մենք վեր ենք գալել, ասում ենք զինվորականը քաղաքականությունով չպետք է զբաղվի, բայց քաղաքական ուժը, որ գալիս է իշխանության, զբաղվում է զինվորական հարցերով։ Լինելով անգրագետ, այդ նույն բանն է, որ ասենք հիմա ինձի տանեն, ասենք գնա վիրահատություն արա։ Կամ կառավարի այդ վիրահատությունը, ռեֆորմ արա։ Իրանց ասած այդ բարեփոխումներ, որ անունը ես դրել եմ բարեկողումներ։ Հասկանում եք։ Տես չի, պաշտպանության նախարարը պետք է լինի զինվորական։ Եթե նա քաղաքացիական է, նա պետք է լինի քաղաքացիական։ Նա չպետք է իրավունքներ ունենա զինվորականներին, մասնագիտական հրամաններ տա, կոչումներ շնորհի եւ պաշտոնների նշանակի։ Ինքը իրավունք չունի որոշի ով պետք է լինի գնդի հրամանատար։ Իրավունք չունի։ Երկրի վարչապետը, եթե նա գերագույն գլխավոր հրամանատար չի, հարց եմ տալի, ինչ իրավունք ունի ներկայացնի նախագահին զինվորականին, ասենք, կոչումներ կամ համապատասխան պաշտոնների նշանակի։ Ինչ իրավունք ունի, որտեղ է դա գրած։ Որտեղ է գրած։ Ցույց տվեք, հասկանամ։ Որտեղ է դա նշած։ Պոլնի абսուրդ է։ Իսկ պաշտպանության նախարարը պետք է լինի զինվորական։ Միայն ու միայն այդ դեպքում զինվորականը չի կարող զբաղվի քաղաքականությամբ եւ չի զբաղվել։ Լինելու է, այնա Ադրբեջանում զինվորական է, չէ՞ պաշտպանության նախարարը։ Մի օր լսել եք այդ մարդը քաղաքական հայտարարություն։ Լսել եք։ Ուզում եմ ասեմ, որ հակառակ process-ն ենք արել։ Մի ծայրահեղությունից ընկել ենք մի ծայրահեղություն։ Ու նախարարությունն դարել է դեզերտիրների կամ չծառայածների ինչ որ sense մի հատ մարմին, որը որ որոշում է զինվորականի ճակատագրական հարցերը։ Դրա համար էլ այսօր զինվորականի թոշակները ոնց ասեմ, կներեք դատավորի թոշակից ցածր է, դատախազի թոշակից ցածր է։ Ոնց կարա տենց լինի։ Մարդ որը սահման է պահում եւ այլ զինվորական կոչում կրողը, որը որ դիրքերում է, պետք է ստանա Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր թոշակ։ 25 տարի ծառայելուց հետո համապատասխան իր պաշտոնի։ Թե չէ ես նայեք գեներալ մայոր եմ, իմ թոշակը գլխավոր շտաբի առաջ տեղակալի պաշտոնից եմ։ Վերջի զինվորական պաշտոնս։ Զբաղացրած եղել է գլխավոր շտաբ պետի առաջ տեղակալ։ Ես ընդհանրապես ստանում եմ, ճիշտ է, հիմա չեմ ստանում, գիտեք, դե օրենք են դու, եթե Հայաստանում չես ստանում թոշակ։ Ես տպավորություն որ Հայաստանում չեմ ծառայել։ 250,000 դրամ։ Ես ընկեր ունեմ, ես ուզում եմ որ դատախազներն էլ լավ ստանան, իմ ասածը դա չի։ Դատավորներն էլ լավ թոշակ պետք է ստանան, բայց իմ ընկերը դատախազության փող գնդապետ է եղել։ Դատախազ է։ Ստանում է մոտավորապես 500,000 դրամ, 450 քան։ Հիմա հարց եմ տալի։ Թողների այդ իմ ընկերը։ Ես ասում եմ, ես ուզում եմ որ իրանք լավ ապրեն։ Մարդ, որը սաղ կյանքը ծառայել է Երևանում, նստած իր կաբինետում, իսկ գեներալը կամ գնդապետը, որ քշեր ցերեկ այդ խրամատներով մանա եկե, կներեք ընտանիքը մոռացել է, ինքը ստանում է միջին մի հատ ինչ-որ թոշակ։ Իսկ մարդիկ, որոնք ժամը 6-ից հետո հիմնականում տունն են եղել, առավոտը 9-ին եկել են գործի, ես առավոտը ժամը 6-ին արդեն ծառայության վայրում էի, քշերն էլ երբ գնա, կավոր չթայի։ Ու ես մենակ իմ մասի վրա եմ օրինակ բերում, բայց մեր զինվորականի 90% այդ վիճակում են։
Իսկ այն դիրքերի ժողովուրդը օրերով, ամիսներով չեն ուտում։ Ու ստանում են ընտանեկան խնդիրներ, ֆինանսական անբավարարություն, տուն չունեն, տեղ չունեն, ոչ մի բան չունեն։ Հասկանում ես։ Ու այսօր իրանք վատ են ապրում, պետք է տաքսի քշեն, այդ մարդիկ, որ տուն պահեն։ 30 տարի մարդ կա, ես մարդ եմ ճանաչում։ 2 անգամ վիրավորված։ Տաքսի ա քշում, որ տուն պահի։ Շատ բան արդար է, ես ձեզ հետ համամիտ եմ։ Վերադառնանք նորից մեր տարածաշրջանում տիրող իրավիճակին, խոսքս Իրանի մասին է։ Այստեղ ինչ զարգացումների ականատես կլինենք մոտ ապագայում։ Պարոն Ղուշյան, ես կարծում եմ, որ Իրանի դեմ անզորությունը ցույց տվեց այդ ժողովրդի հնարավորությունները, այդ ժողովրդի պոտենցիալը, խոսքը զենքի մասին չի։ Խոսքը այդ ժողովրդի միասնության մասին է, իրենց պատմության գիտակցման մասին է, իրենց գաղափարախոսության մասին է, հա, իրենց հավատքին վերաբերմունքի մասին է։ Չէ, մերը ֆրֆռում ասում, կաթոլիկոսին եկեք խանենք, երբ դուքանի բաննա, սեփական դուքանը տա ու մուզես հանես ու մուզես տնես։ Ու միասնությունը բերես նրան, որ սաղ աշխարհը փաստացի մի մասը յան տվեց, չէ, իդեմս եվրոպացիների։ Այն մասն էր, որ փորձում էր աջակցել, խփին ոչ մի բան չկարողացան լուծեն։ Ու ես կարծում եմ, ես ասել էի, չէ, հիշում եք, մի քանի անգամ եմ ասել, որ այդ իրավիճակից Իրանը դուրս է գալու ավելի հզոր։ Հիմա եթե այս պահին կանգնես պատերազմը, եկեք տեսնենք ով է շահում։ Իհարկե շահում է Իրանը, որտեղ վերջնականապես Իրանը հաստատեց իր իրավունքները Օրմուզի նեղունցի վրա, վերջնականապես ամբողջ Պարսից ծոցի վրա իր իրավունքները հաստատեց։ Էլ երբևիցե Պարսից ծովի եւ այդ նեղունցի աշխատանքները չի լինելու նենց ոնց որ եղել է մինչև այդ պատերազմ։ Ինչ արեց Իրանը, որը չարինք մենք, որ այսպես վիճակում փաստացի հաղթողա դուրս գալի։ Ինչ արեց։ Սաղ սպասում էին, որ ինքը խփի Իսրայելին ի պատասխան։ Իսրայելը ընդ քշեր ցերեկ պատրաստվեց, բան Ամերիկայից ընդ չգիտեմ միջոցներ ստացավ եւ այլ։ Իսրայելն էլ եկալեց խփեց այնտեղ, որտեղ որ կան բազաներ, նավթամթերքներ, ամբողջ տարածաշրջանում։ Պատկերացնեք ամերիկյան բազաներին եւ այլ, որոնք անպաշտպան են, չէին էլ պատրաստվել։ Ու փաստացի ամերիկացիներին եւ եվրейներին բերեց մի հատ մեծ խնդրի առաջ։ Եվ այնպես չի, որ ամերիկացիների լավ են ընդունում։ Իրանը ցույց տվեց, որ կարելի է պայքարել անկախության համար, թեկուզ դու զենքով կարող ես զիջում ես։ Ցույց տվեց։ Իսկ մենք ինչ արինք։ Մենք այսքան ժամանակ պատերազմ ա եղել, մեր ու Ադրբեջանի մեջ, սահմանափակվեցինք ինչ որ մի հատ փոքրիկ հատվածով։ Հա, ասենք, եթե խնդիրը Արցախում էր, ուրեմն կռվում ենք մենակ Արցախի ուղղությամբ։ Ու ոչ մի Ադրբեջանի համար sense իրենց գոյության համար կարևոր օբյեկտների մենք ոչ մի հարված չհասցրինք։ Չնայած ունեինք այդ հնարավորությունները։ Ունեինք։ Ոչ մի ձևի, ոչ մի բան չարինք։ Կռվում էինք այդ ասենք այդ ուղղության վրա մի 100 կիլոմետր խորությամբ մաքսիմում։ Բայց այդ մասում ոչ մի Ադրբեջանի համար նշանակալի օբյեկտ չկար։ Իսկ եթե մենք ու քանի անգամ այդ օրերին մենք վարչապետին ես առաջարկել եմ եկեք հարվածենք գազամուղին, հարվածենք նավթամուղին։ Եթե մենք դա անեինք, Ադրբեջանը նույնիսկ եթե հասկանար, որ կմտնի Ստեփանակերտը, կգրեն կանգներ,
Նա կհասկանար, որ կորցնելու է, կամ կարանք զրոյացնենք իրանց նավթան այդ ամեն նավթին վերաբերող ամբողջ արտադրանք։ Կարանք զրոյացնենք, ունենք այդ ամեն ինչը։ Եվ այդ հրթիռները կար, եւ ամեն ինչը կար։ Եվ դիվերսիոն խմբերն էին պատրաստ։ Կարանք մենք դա անենք, մենք դա չարեցինք։ Մենք ինչ արինք։ Մենք գնացինք այն թելադրման, որը թելադրեց հակառակորդը։ Իսկ փոքր այդ տարածքի վրա իհարկե ինքը կարողանում էր ավելի մեծ ուժ կուտակել, քան մենք։ Եվ եղավ նա ինչ որ եղավ, վերջում էլ մեր Վիլիկի կզողը հերթական անգամ կզեց ու իր ասելով միազնյա որոշում կայացրեց, չէ, դու որոշում չես կրում, կզել ես, ստորագրել ես։ Են գիտեք են հիշեցնում է, չէ, կինոներ կա, չէ, որ որոշ անբարոյական, ասենք, ոստիկաններ ծեծելով ստիպում են, որ մարդը ինչ որ բան իր վրա վերցնի։ Նույն բանը։ Գնաց կզեց, պարկեց եւ ստորագրեց։ Պարոն Կարապետյան, շնորհակալ եմ այսօրվա համար, բայց չմոռանաք, որ խոստացել եք, որ պիտի շուտով նոր փակագծեր բացեք։ Չենք մոռանալու։ Ամեն ինչ Եվ ասեմ անընդհատ ինձ մեր ունկնդիրները Պարոն Ղուշյան, չենք մոռացել։ Հավատացեք, ամեն ինչ լինելու է շատ ավելի շատ, քան ասել են։ Դա էլ ասեմ ձեզ, ու ինչ վերաբերվում է ընտրություններին, դե շատերը խոսում են, ասում են դե դոգը ցուցակում չկա, չի մասնակցում։ Կարապետյան Արշակը օրինակ իմ այն մարդիկ, որ ասենք իմ կողմն են, ասում են Կարապետյան Արշակը ցուցակում չկա, չենք մասնակցում։ Չէ, ժողովուրդ ջան։ Դոգ կուսակցությունը առաջադրել է դոգին վարչապետ։ Նկարա ցուցակում չլինի։ Ու քանի որ մենք այդ ցուցակով ենք եթում, մենք իհարկե դրա կողմնակիցն ենք։ Հասկանում եք։ То есть, ասենք, ինչ վերաբերում է ինձ են հարց տալի։ Ինձ են հարց տալի, թե պարոն Կարապետյան, դուք ինչ կլինեք։ Ես ուզում եմ պատասխանեմ։ Պարոնայք, Կարապետյան Արշակը սաղ իր կյանքը պաշտոններով զբաղացրել։ Ես 25 տարեկանից ծառայական մեքենա եմ ունեցել։ Կարապետյան Արշակի պաշտոններով չեք, ես պաշտոնի համար չեմ պայքարում։ Ու ես խոսելով դոկետ ես իր այդ խոսալուց հասկացա, ինքը պաշտոնի համար չի, ինքը ոչ թե պայքարում է նրա համար, որ դառնա վարչապետ։ Չէ, ինքը պայքարում է եւ ես պայքարում եմ նրա համար, որ մեր երկիրը այս վիճակից հանի, որ մենք կլինենք հպարտ ժողովուրդ, ոնց որ եղել ենք դարեր շարունակ, մեր թագավորները զենքը ձեռքին զոհվել են։ Մեր երկրի ղեկավարները նույնիսկ որ թագավոր չեն եղել, օրինակ Դավիթ Բեկը զենքը ձեռքին զոհվել է։ Բայց չեն կզել, իմանալով որ դիմացը ահռելի մեծ քանակությամբ զորքա առաջինն են նետվել մարտի։ Հասկանում եք, մենք պետք է լինենք այն ժողովուրդը, ու մենք պետք է արժանի լինենք, մեր սերունդը պետք է արժանի լինի մեր պապերի առջև։ Ճիշտ է, որոշ մարդկանց պապեր դավաճան են եղել, բայց մեր ժողովրդի 99% պապերը եղել են հերոսներ եւ կռվել են տարբեր երկրներում։ Մենակ սովետական միության բանակի կազմում չէ, ռուսական ցարական բանակի կազմում, Ֆրանսիայի, գիտեք, պարտիզանական շարժման ղեկավարը հայ է եղել, ամերիկյան գեներալներ են եղել հայ, որոնք կռվել են, Լիբանանում գեներալներ են եղել, որոնք կռվել են, ու հիմա էլ կան, մի քանի ոգի ճանաչում եմ։ Սիրիայում գեներալներ են եղել, որ կռվել են Սիրիայի անկախության համար։ Հասկանում եք, մենք այդ ժողովուրդն ենք։ Մենք այդ ժողովուրդն ենք։ Մենք նույնիսկ օսմանական կայսրության մեջ ենք ունեցել գեներալներ, որոնք այն ժամանակ ուրիշ ձև էին կոչվում, որոնք եվրոպական հողեր են գրավել։ Հասկանում եք, ու մենք այսօր խոսում ենք
այնպես ասում է, այս սարը մերն է, այս սարը մերը չի, այս հողը մերն է, էսի մերը չի, այս ջուրը մերն է, այս չէ, ընկեր։ Այսինքն դու ինչ ընկեր։ Չգիտեմ, պարոն ես, թե տիկին ես, չեմ իմանում, մինչև այսօր չեմ հասկացել։ Եվ մենք այն ազգն ենք, որ նեղ վիճակից միշտ ավելի ուժեղ ենք դուրս եկել, այս անգամ էլ ենք դուրս գալու։ Մենք 15 համար ենք։ Ու մենք գալու ենք իշխանության։ Ու գալիս ենք։ Մեկը ես որպես մասնակից եմ ասում, 4 կողմից ոնց նայես, վերջը է տալու։ Եղա պարոն գեներալ, ձեզ հաջողություն։ Սիրելի բարեկամներ, համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն էր այսօր Փակ TV-ի տաղավարում։ Սպասեք նրան առաջիկայում եւս ցտեսություն։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։